Բարի առավոտ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր նոյեմբերի 20-ն է, օրը 5-շաբթի։ Աշտան վերջին օրերն են, ու չնայած անընդհատ խոսում ենք եղանակային ջերմ նորությունների մասին, բայց արդարության համար պետք է ասենք, որ առավոտյան եւ երեկոյան ժամերին բավական ցուրտ է, ու զգում ենք օդի սառնությունը։ Եվ իդեպ հասկանում ենք միայն այն պատճառով, երբ առավոտյան ու երեկոյան ցուրտ է, երբ մարդիկ հիմա սկսում են արդեն կամաց իրենց բնակարանները ջեռուցել եւ երեկոյան ջեռուցումը միացնում են, որպեսզի առավոտյան չսառեն։ Այդտեղ հասկանում ես, որ Կամաց ձմեռը մոտենում է, ինչպես հայտի սերիալում էր ասված։ Winter is coming, Եվ դե սովորաբար ասում են, չէ, եթե ամառը շոգ է լինում, աշունը մանավանդ մենք վայելեցինք այսքան ջերմ եղանակ, դա մի բան փաստում է, որ հնարավոր է ձմռանը արման մենք ունենանք փոքր-ինչ Սաստիկ, այո, օրեր։ Քանի որ բոլոր եղանակները համապատասխան իրենց 3 ամսյա ժամանակահատվածով եկել են ու չեն, այսինքն մեզ չեն խանգարել, աշունը ֆանտաստիկ է եղել, գարունն էլ հոյակապ գարուն էր մեզ մոտ։ Դե ձմեռն էլ պետք է ձմեռ լինի։ Գոնե ձյուն գա։ Դե այո, չէ, իսկապես բնականաբար հիմա շատ կարևոր է, որ նաև մենք ունենանք տարվա 4 եղանակներն ամբողջությամբ, որովհետև եւս մեկ անգամ ասել եմ, որ ֆանտաստիկ է Հայաստանը իր նաև այո 4 եղանակներով մենք ունենք դա մեր մարմինը, օրգանիզմը, ինչպես նաև հողն ու բերքն ու բարիքը զգում են այդ 4 տարվա եղանակներն էլ, այնպես որ տեսնենք Սպասենք։ Ինչևէ, բնության օրենքներն էլ այլ են, չենք կարող ասել, թե ինչ կլինի, հիմա պետք է ապրել ներկայով, ամեն եղանակ ունի իր գեղեցկությունը, մենք ուղղակի պարզապես վայելում ենք հրաշալի աշուն, այդպես որ եթե ինչ սիրելի հեռուստադիտողներ խոսում են, որ ձմեռը պետք է սաստիկ լինի, աշխատեք դուք հատկապես սիրելի վարորդներ փոխել ձեր անվադողերը, պատրաստվել ձմռանը, լինել շատ պատրաստ եւ իհարկե հիշեցում, որ ձմեռը միայն մրցելու համար չէ, այն ֆանտաստիկ եղանակ է 4 եղանակներից մեկը, որը որ կարելի է վայելել համապատասխան։ Հրաշալի ասված էր ամեն բան, կարող եք նաև ձեր տրամադրությունը բարձրացնել ամանորյա, շատ գեղեցիկ, լավ ձմեռային ֆիլմերով, լսել լավ երաժշտություն, իսկ մենք նաև այս պահին կառաջարկենք ձեզ հաջորդ տրամադրությունը բարձրացնող միջոցներից, այո, հաղորդիչներից մեկը, սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկերոջը, քաղցր գործընկերոջը, Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթանդ խաբիլիցներից մինչև հատնտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Kusan, գետնանուշի փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեսթը նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա ու լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի պահն ու վայելեք ամեն համ։ Այո, ինչպես միշտ այսօր էլ շատ հետաքրքիր եւ կարևոր զրույցներ ենք ունենալու։ Սիրելի հեռուստադիտողներ, նախ տաղավարում կհյուրընկալենք Պուլսմեդ բժշկական կենտրոնի տնօրեն սրտանոթաբան Անի Աբովյանին եւ նրա հետ կզրուցենք ոտքերի այտուցների մասին, որոնք բավական տարածված առողջական խնդիրներ են։ Այո, իդեպ նոյեմբերի 20-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկաբույժների օր, իսկ մանկաբույժությունը բժշկության կարևորագույն ուղղություններից է, քանի որ հենց մանկաբույժներն են ուղեկցում փոքրիկներին կյանքի առաջին իսկ օրերից, օգնում նրանց աճել, զարգանալ, հաղթահարել տարբեր հիվանդություններ։ Այս առիթով տաղավարում հյուրընկալելու ենք Wigmore Clinic բժշկական հաստատության մանկաբույժներին, ովքեր սկիզբ դրեցին Wigmore-ի մանկաբույժական պատմությանը։ Դե նաև ունենք էլի հյուրեր։ Այո, հետո պատմելու ենք Հայաստանի փոքրիկ երգիչներ նվագախմբի առաջիկա համերգի, ինչպես նաև հայրենիքը, արվեստն ու ես մրցույթ ստուգատեսի եզրափակիչ փուլի մասին։ Դե այս սպասված զրույցների ընթացքում արման նաև պետք է հասցնենք, պետք է չմոռանանք, թերթենք մեր մշտական ու սիրված էջերը, ծանոթանանք միջազգային նորություններին ու իհարկե
Բարձենք օրվա բաղադրատոմսը միանշանակ, ինչից էլ սկսում ենք մեր բուն բովանդակությունը, տեսնենք թե այսօր ինչով կառանձնանա Սաթետիկի առաջարկած բաղադրատոմսը եւ ինչով կթեթևացնի ձեր առօրյան։ Անպայման, այո, պետք է թուղթուգրիչը առնել կամ հետևել նրա խորհրդին կամ միանգամից բաղադրիչները եթե ունենալ, անպայման սինխրոն պատրաստել։ Զուգահեռ, այո, իսկապես։ Իսկ մենք հիմա սիրով ներկայացնենք մեր այցեթուղթը դեպի խոհանոց, դա արդեն մեր հավատարիմ հեռուստադիտողները գիտեն, պետք է ներկայացնենք մեր շատ սիրված գործընկերոջը։ Այո, մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր ու ժամանցային։ Այս պահին մենք ժամանց ենք ապահովում ուղիղ եթերում Բարի Լուսյան, դա խոհանոցն է միանշանակ, որտեղ թե ժամանցը, թե համեղությունները միախառնվում են եւ դառնում մեկ գաղափար, այնպես որ այո, Սաթենիկ նախաճաշ Սաթենիկը մեզ սպասում է ժպիտով զուգված զարդարված։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Բարի առավոտ Արմոն Անահիտ, բարի լույս հավատարիմ հեռուստադիտողներ։ Այսօր սկսելու ենք մի հետաքրքիր բաղադրատոմսով, որ ձեր բնակարանը կջերմացնի, ձեր հոգին կջերմացնի, բաղադրիչներն էլ շատ պարզ են։ Վստահ եմ, որ շատերդ արդեն աշխատանքի վայրում եք, հավասարել եք ձեր երեխաներին ճանապարհել դպրոց կամ մանկապարտեզ, շատերն էլ նոր արթնացել են, սուրճը ձեռքներին մեզ են դիտում։ Բարի լույս, շնորհակալ ենք։ Վստահ եմ, տնային տնտեսուհիները, ովքեր չեն աշխատում, իրենց սարսափեցիկում կգտնեն արդեն իսկ պատրաստված շերտավոր խմոր։ Իմ ձեռքի տակ կա կտրատված տարբերակը։ Դուք կարող եք ամբողջականը բաց անել, այնուհետև մի փոքր եռացրած ջրի մեջ վախեցնեք խնձորը եւ տանձը, միջուկը հանելով կամ կեղևը հանելով, արդեն երկրորդ միացման ընթացքում ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես ենք պատրաստելու, կավելացնեք վրան մեղր, քաղցրություն ապահովող ընկույզ եւ իհարկե դարչին, որը ինչպես նշեցի, բույրը ամբողջ տաղավարով, ամբողջ բնակարանով մեկ տարածվելու է։ Եվ իհարկե հարուստ է մանրաթելերով, օգտակար է, հագեցնող է եւ չեմ խոսում իսկապես դարչինի բույրի մասին։ Եվ քանի որ մեզ հարկավոր է հագեցնող, այսինքն սա մեր սուրճի կամ թեյի համար կլինի, աղանդեր կլինի, բայց մենք ունենք հավատարիմ գործընկեր, խոսքը Աթենքի մասին է։ Ես կամաց այո ձեռնոցս հագնում եմ, որպեսզի Աթենքի նագետները պատրաստեմ։ Տապակը արդեն կա, ես քանի որ ձեռնոցով եմ կօգտվեմ դանակից, տապակը կա, ձիթայողը ես հիմա կավելացնեմ եւ հերթով կշարեմ։ Մի քանի տուփ արդեն առանձնացրել եմ մեր սիրելի տարբերակները։ Դուք էլ կարող եք ձեր սիրելի նախընտրած տարբերակները ընտրել եւ տան անդամների հետ պատրաստել։ Ասեմ, որ 4-ից 6 րոպե ընդամենը հարկավոր, որպեսզի նագետները քաղցը հագեցնեն եւ արագ անցնեք ձեր մնացած աշխատանքին։ Թե քանի որ իմ ձեռքի տակ արդեն մեկ տուփը դատարկվեց, ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը Աթենքի կողմից առաջարկված նագետները, որ հենց այս պահին ձեր էկրաններին է։ Մսամթերքը շուկայում բացարձակ առաջատար ընկերությունը Աթենքը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում, կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր
նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավին ագետների բազմազան տեսականին։ Այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավին ագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավին ագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք։ Հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավին ագետների տարբեր համային տեսականի։ Դասական, պաներով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ։ Դասական տարբերակը յուրաքանչյուր ագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավին ագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավին ագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումները անբաժան դարձնելու համար, քանի որ այն հեշտ է պատրաստվում։ Ընկերական հանդիպումները, ինչպես նշեցի, դարձնում են ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Այո, մեզ մոտ էլ կարելի է ասել ընկերական հանդիպում է, որովհետեւ ամեն առավոտ հանդիպում ենք այստեղ, վայելում ենք այնինչ այստեղ պատրաստվում է եւ իհարկե հետո ժամը 12-ից հետո յուրաքանչյուրս մեր գործով ենք զբաղվում։ Իմ ձեռքի տակ այն բաղադրիչները, որոնք թվարկեցի, շերտավոր խմորը, մեղրը, տանձը, այստեղ ունեմ խնձոր, ասեմ, որ ցելի հեռուստադիտողներ, սա իմ կողմից առաջարկված ահանդերն է, բայց ունենք հավատարիմ գործընկեր Ժակոն, քաղցրություն է ապահովում, այն էլ խրթխրթան, տեսականին այս սա է, ձեր էկրաններին է, ես էլ արդեն իմ նախընտրած տարբերակները ունեմ, կվայելեմ եւ սիրով իհարկե կներկայացնեմ մեր նոր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, նրբահամ, կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատընտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անրատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով, շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի փափուկ, կարամելի շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն, ընտրում եք ձեզ սիրելի համը, վայելում եք ամեն պահը։ Շնորհակալ ենք, որ բարելիսյան ամեն պահը, հավատարիմ հեռուստադիտողներ, դուք վայելում եք, իսկապես ամեն ինչ արվում է հենց ձեզ համար։ Դե ինչ, անցնեմ աշխատանքի, մեկ անգամ եւս ասեմ հավատարիմ հեռուստադիտողներին բարելույս։ Շնորհակալություն։ Այո։ Անհամբեր կսպասենք սատ այսօրվա սննդարար ու ոնց հասկացանք հետաքրքիր նախաճաշի։ Բաց, այո, նախաճաշին, մրգաշատ նախաճաշին, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին առաջարկում ենք կարճատև դադար, մենք կտեղափոխվենք հյուրասրահ, կհանդիպենք արդեն այնտեղ հյուրերի հետ միասին։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ, այսօր խոսելու ենք առողջական շատ տարածված եւ լուրջ խնդիրների մասին։ Խնդրում եմ այս պահին սիրելի հեռուստադիտողներ իսկապես լինեք շատ աչալուրջ։ Ոտքերի այտուցն առողջական ամենատարածված խնդիրներից է եւ այն կարող է առաջացնել մի շարք բարդություններ, հատկապես որ վերջին շրջանում խնդիրը ել ավելի մեծ տարածում է ստանում, ցավոք սրտի, իսկ թե որոնք են պատճառները եւ ինչպես կանխարգելել այդ ամենը կպարզենք զրույցի ընթացքում։ Տաղավարում է Պուլիսմեդ բժշկական կենտրոնի տնօրեն սիրտանոթաբան Անի Աբովյանը, բարի առավոտ։ Իսկապես տարածված խնդրի մասին ենք խոսելու, բայց եկեք մի փոքր պարզաբանենք, թե ինչից են ընդհանրապես առաջանում այտուցները, ինչի որ հիվանդության մասին կարող է հուշել այտուցը, ինչպեսի բարդություններ է առաջացնում։ Այն իհարկե շատ ակնառու խնդիր է, այսինքն երբ մարդը տեսնում է ոտքերի չափերի մեծացում, ծանրացում, հոգնածություն, դա նշանակում է, որ նա տառապում է լիմֆեդեմայով։ Լիմֆեդեման դա տերմինն է այս հիվանդության։ Մարդիկ երբեմն ասում են այտուցներ, լիմֆոստազ, բոլորն էլ նշանակում է նույն խնդիրը։ Այստեղ խնդիրը նրանում է, որ լիմֆատիկ համակարգը մի օր սկսում է աշխատել սխալ։
Դա կարող է լինել կամ իր կառուցվածքային համակարգերից մեկի բացակայության թերության պատճառով, օրինակ վիրահատության հետևանքով, օրինակ բոլորս ենք լսել, տեսել ուռուցքով հիվանդների մոտ ձեռքերից մեկի չափերի մեծացում։ Դա լիմֆեդեմա է, պայմանավորված թևատակի ավշային հանգույցների պարզապես մեխանիկական վիրահատությամբ ու հեռացմամբ։ Եվ բնական է, որ այստեղ արդեն խոսքը գնում է նրա մասին, որ լիմֆատիկ համակարգն այլևս երբեք լիարժեք չի կարող լինել։ Այս նույնը կարող է լինել նաև այս համակարգի թերությունների պատճառով, որը արդեն իսկ բնածին է։ Մարդն այսպես ծնվել է, իդեպ բնածին լիմֆեդեմաների պարագայում հիվանդությունը կարող է դրսևորվել վաղ փուլում կյանքի, նույնիսկ մանկական, բարորի տարիքում կամ դեռահասային տարիքում, երբ մեր դեռահասները բոլորս գիտենք ինչքան ծանրաբեռնվածությունների միջով են անցնում այս ընդունելության փուլում, այս ծանրաբեռնվածությունների տակ երբեմն արդեն դրսևորվում է, այսինքն եթե մանկության ժամանակ չի դրսևորվել, դրսևորվում է այս ժամանակ։ Եվ երրորդ կետը կարող է դրսևորվել հատկապես կանանց դեպքում արդեն ծննդաբերության, հղիության ֆոնի վրա։ Տղամարդկանց դեպքում դա կարող է լինել պարզապես ինչ-որ մի հասարակ տրավմա։ Եվ կա ուշ տեսակը, որը առաջանում է 35 տարեկանից հետո, եւ այս բնածին տեսակները ցավոք սրտի ձգտում են դեպի փղախտ։ Այսինքն ակնհայտ մենք տեսնում ենք մի վերջույթի կտրուկ չափերի մեծացում մյուսի համեմատ կամ երբեմն նույնիսկ կարող է լինել երկու վերջույթի։ Այսինքն այս պացիենտը չի տարել որևէ վիրահատություն, չի տարել քիմիական ճառագայթ, բայց մի օր կտրուկ չափերի մեծացում է գրանցվում։ Եվ կա երրորդ տարբերակը, արդեն ոչ լիմֆատիկ այտուցների տեսակը, որը այլ հիվանդությունների հետևանք է։ Օրինակ, պատկերացրեք գերկին, նստակյաց, մեծ փորով, որը սեղմում է աճուկներին, աճուկային ավշային հանգույցներին ու խանգարում լիմֆայի հետ հոսքին ներքևից։ Եվ ամբողջ այս լիմֆան կուտակվում է ոտքերի ներքևի հատվածներում, կամ ել ավելի բարդ տեսակը ունի նաև հոդային խնդիրներ, արդեն քայլում է փայտով, քայլակով, կամ առհասարակ չի քայլում, շատ կան այս տիպիկ կանայք ու տղամարդիկ, ովքեր առհասարակ բազկաթոռից այլևս դուրս չեն գալիս, գիշեր-ցերեկ քնում են բազկաթոռի մեջ եւ այստեղ բնական է, որ լիմֆայի շրջանառությունը պիտի խանգարված լինի եւ ոչ միայն լիմֆայի երակներով էլ է հետ հոսքը խանգարվում, չէ՞ որ մենք ներքևից հետ եկող համ երակային արյուն ունենք, համ լիմֆա ունենք եւ այս երկուսն էլ կանգ են տալիս։ Կոնկրետ երակային համակարգի դեպքում կա եւս այտուցի մի տեսակ, որը պայմանավորված է խորանիստ երակների տարած տրոմբոզով։ Հետ տրոմբային հիվանդություն է կոչվում, այսինքն պատկերացրեք այդ հետ հոսքը ապահովող խողովակներով արյունը չի կարողանում լիարժեք վերև գնալ, որտեղ մարդը ինչ որ թվի տարել է տրոմբոզը արդեն լուծվել, սուր փուլը անցել է, բայց այս սպիները ներսում մնացել են, ասեն սարդոստայններ են մնում երակի լուսանցքում, որ չի թողնում, որ երակային արյունը նորմալ հետ հոսի դեպի սիրտ։ Կամ մեկ այլ հիվանդություն էլի երակային, այդ նույն վարիկոզ հիվանդությունը, երբ ենթամաշկային երակները այնքան են լայնացել, փականային համակարգն այլևս ոչ մի ձև չի աշխատում, ամբողջ արյունը դարձյալ հետ է հոսում ներքև եւ դարձյալ մենք ունենք այտուցային համախտանիշ, լիմֆոստազ, լիմֆեդեմա, բայց սա ամենալավ տեսակն է լիմֆեդեմայի, որովհետեւ ինչպես գիտենք, վարիկոզը կարող ենք լիարժեք վիրահատել ու այս խնդիրը վերջնականապես վերացնել։ Այն դեպքում, երբ մյուս բոլոր տեսակի լիմֆոստազները բուժումից հետո պահանջում են հատուկ ռեժիմի, հատուկ հարմարանքների արկայություն, որպեսզի ստացված արդյունքը պահենք։ Եվ առհասարակ այս հիվանդությունը ամենատուժված հիվանդներն են, որովհետև նախ բժշկագիտության մեջ դեռևս չկան հստակ օրենքներ, ուղեցույցեր այս հիվանդությունը քայլ առ քայլ, այս քայլից այն քայլը, այս քայլից հետո մյուս քայլը, այս սխեմայով բուժելու համար։ Չգիտեմ տեղյակ եք թե չէ, բայց բժշկագիտության մեջ բոլոր ուղղությունները ունեն ուղեցույցեր։ Դրանք հիմնվում են ու ստեղծվում են միլիոնավոր հիվանդների հետազոտությունների հիման վրա, Եվրոպայում, Ամերիկայում, Հայաստանում դա մենք ավելի փոքր պոպուլյացիա ենք, որպեսզի կարողանանք ինքներս մեր ուղեցույցերը ստեղծենք, բայց մենք շատ հաջողությամբ կիրառում ենք եվրոպական, ամերիկյան ուղեցույցեր եւ շատ գրագետ ու ճիշտ բուժում բոլոր հիվանդություններ։ Ահա լիմֆեդեմայի համար դեռևս այսպիսի հստակ ուղեցույցեր չկան։ Կան որոշ հրատակարակություններ, որոշ խմբեր, որոնք բավականին խորը հետազոտում են, որոշ ուղեցույցեր գրում են, բայց համընդհանուր ընդունված եւ լիմֆոլոգների կողմից հաստատված ուղեցույցեր դեռ չկան։ Եվ համապատասխանաբար շատ քիչ են հատուկ կենտեն լիմֆոլոգները, նեղ մասնագետները։ Ես մարտ ամսին մեկնեցի Ռուսաստան, որտեղ որ ժամանել էին գերմանացի մասնագետները եւ վերապատրաստում էին մի խումբ բժիշկների
թե ռուս, թե հետսովետական երկրների, տարբեր երկրների ժամանած բժիշկների, որպես լիմֆոլոգներ։ Մենք բավական մեկ ամիս եւ ամիս ու կես անցանք այս ուսուցումը եւ ստացանք վկայական, որ արդեն մենք համարվում ենք լիմֆոլոգներ եւ բավականին խորությամբ արդեն ես ներդրել եմ Pulse-Med բժշկական կենտրոնում այս հիվանդների բուժումը։ Նախկինում մենք ունեինք միայն լիմֆոդրինաժային ապարատը, որը ապարատային մեթոդով օգնում էր պարզապես մեղմել այս սիմպտոմները։ Իսկ այս նոր մեթոդով, որն իրենից ներկայացնում է գերմանական հակայտուցային նորագույն մեթոդը, մենք կարողանում ենք ոտքից վերացնել ամբողջ հեղուկը։ Պատկերացրեք փղախտով հիվանդ այս չափի ոտքով։ Դա համարյա հավասարեցնում ենք մյուս ոտքին։ Մենք ահա այսպիսի նկարներ ունենք, կխնդրեմ հիմա էկրանին տեղադրեն, փղախտով պացիենտ, որը կարծեմ 37 տարեկանում տարված տրավմայի հետևանքով արդեն ձեռք էր բերել ձախ ոտքի փղախտ, 3 անգամ ոտքը չափերով մեծացել էր։ Եվ ճիշտ է, այս դեպքերը շատ դժվար են, մենք մոտ մի ամիս աշխատեցինք այս պացիենտի հետ, բայց ի վերջո մենք հասանք բավականին լավ արդյունքի։ Իսկ արդեն ձեռքբերովի լիմֆեդեմաների դեպքում շատ ավելի հեշտ ենք կարողանում աշխատել։ Հիվանդներ ունենք, որ ամբողջ այդ ահռելի այտուցը, որը համարյա մյուս ոտքի նկատմամբ կրկնակի չափի է, ընդամենը 3 օրում կարողանում ենք այս ահռելի այտուցը իջացնել նոր մեթոդով։ Լիովին, մինչև վերջի կաթիլը հեղուկը վերացնել։ Եվ մի փոքր էլ կուզենայի պատմել իհարկե բարդությունների մասին։ Այս հիվանդությունը, եթե մենք չենք բուժում, բավականին լուրջ բարդություններ է տալիս։ Մաշկը սկսում է քարանալ, բորբոքվել այս կուտակված հեղուկի պատճառով։ Ամբողջ այս անոթային համակարգը սպազմի է ենթարկվում։ Զարկերակները այնքան են սպազմվում, որ սնուցումը ոտքի խանգարվում է։ Սկսում է արդեն այս բորբոքված կարմրած հատվածներից հեղուկը կատկթալ գետնին, պատկերացրեք ամբողջ ոտքը կորում է հեղուկի մեջ։ Մի հատ գուլպան մի կես ժամ էլ չի դիմանում, ամբողջությամբ թրջվում է։ Այս հատվածում մաշկը այնքան է գրգռվում, որ սկսվում են առաջանալ խոցեր, վերքեր, պատվում թարախով, սկսում է մաշկը քայքայվել ու վերքն այնքան խորանալ, որ փոսերի է վերածվում։ Մենք այսպիսի նկարներ էլ ունենք, բայց իհարկե ես եթերի համար այսպիսի դժվար նկարներ չեմ բերել, բայց մեր էջերում, Facebook, Instagram մենք պարբերաբար, ոչ հաճախ իհարկե, որպեսզի մեր հեռուստադիտողները չվախենան այդ նկարներից, բայց իմանան, որ այսպիսի խնդիր կա, որ առաջի փուլում կարելի է բուժել եւ խուսափել վերջի փուլից։ Անգամ հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Pulse-Med բժշկական կենտրոնի սրտանոթաբան հիմնադիր Անի Աբովյանի հետ, խոսում ենք շատ տարածված եւ կարեւոր խնդրի մասին եւ կանգ ենք առել, այո, նկարների վրա մենք ունեինք նկարներ, չգիտեմ կգտնեն թե չէ։ Այո, եկեք ախտորոշումից էլ, այո։ Տեսեք ուրեմն, սա պացիենտ է, ով օնկոլոգիայով է տառապում, փոքր կոնքի խնդիրներ ունի։ Տեսեք ինչքան էր այտուցված ոտքերը եւ նույնիսկ այս այտուցի պատճառով իր քիմիայով բուժումը ընդհատել էին, ինքը ոչ մի տեղ 3 ամիս չէր կարողանում գտնել ճիշտ բուժում, շատ մասնագետների մոտ էր եղել եւ երբ եկավ մեզ մոտ, ընդամենը 5 օրում այս ամբողջ այտուցը մենք իջացրեցինք, ինքը գնաց իր բուժումները ստանալու։ Նկարում պատկերվածը ընդհանրապես 5 օրվա։ Այո, 5 օրվա արդյունք է։ Այստեղ արդեն բնածին տեսակն է, սա դժվար է իջնում, սա փղախտն է։ Այստեղ բուժեցինք 1 ամիս, բայց վերջնական արդյունքում ոտքի չափերը լիարժեք փոխվել են ու հավատացեք մարդու կյանքի որակը խիստ փոխվում է։ Պատկերացրեք, մարդը 30 տարի է այս վիճակում տառապել, այո։ Եվ մեր վերջին նկարը, չէ, նախորդը մի հատ ուրիշ նկար ունենք, դա արդեն այսա երկրորդային լիմֆեդեման է, երբ մարդը ամբողջ լիմֆատիկ համակարգը ունի, տեղը ամեն ինչ տեղում է, բայց շատ գեր է, չքայլող, փայտով քայլող, արդեն հոդային լիքը խնդիրներով եւ լիմֆան այստեղ արդեն չի կարողանում շրջանառել, բարդացել է կարմիր քամիով, տարել է բազմաթիվ անգամ բարձր ջերմությունով, մաշկի բուլյոզ բորբոքումով, այս փուչիկների առաջացումով կարմիր քամին եւ մենք իհարկե այտուցը իջացրել ենք ու պահում ենք իրեն հսկողության տակ, որովհետեւ կարմիր քամին կարող է կրկնվել։
ախտորոշումը իհարկե սկսում ենք դուպլեքսից, մենք պետք է մանրամասն հետազոտենք, հասկանանք լիմֆատիկ համակարգն է մեղավոր, թե երակային համակարգը, երակային համակարգից խորանիցն է, թե ենթամաշկայինը, եթե ենթամաշկայինն է վիրահատում ենք, եթե խորանիցն է մշտապես բուժում ենք ու հատուկ չուլկիներով, տրիկոտաժով արդյունքները պահում, եթե բնածինն է, այստեղ արդեն լրիվ ուրիշ որակի տրիկոտաժ է պահանջվում տափակ հյուսքի, դա շատ բարդ արդեն լուծելի խնդիր է, բայց մենք մեր հիվանդների համար հեշտացրած ուղին ստեղծել ենք այս խնդրով շարունակել ապրելու համար։ Եվ իհարկե կուզենայի շեշտել, որ պարբերաբար մեզ մոտ այս բուժման համար նույնպես գործում են տարբեր ակցիաներ, զեղչեր, նայած ինչ քանակի բուժում է պետք, ինչ ծավալի աշխատանք է պահանջվում, որտեղ այս հիվանդները շատ հաճախ նաև կարիք են ունենում հոդաբանի հետ աշխատանքի, դիետոլոգի հետ աշխատանքի, երբեմն վերքեր են ունենում շատ խորը, որոնք պետք է առանձին մենք մշակենք ամբողջ բուժման ընթացքում։ Եվ ամբողջ մեր թիմով կոմպլեքս աշխատանքի հաշվին կարողանում ենք լավ արդյունքներ իհարկե ապահովել։ Հրաշալի է։ Հասցե հեռախոսահամար հիշեցրեք ևս մեկ անգամ։ Կուզենայի 1-2 խոսք ավելացնել մեր նորությունների մասին, բացի այս, այո, նորություններ ունենք մենք Pulse-Med-ում, որը վերաբերվում է ականջի ներվի ստուգմանը, աուդիոմետրիայի կոչվում, սա պարտադիր հետազոտություն է ականջի աղմուկներով պացիենտների համար, իդեպ հաջորդ իմ հարցազրույցին պլանավորել եմ ընտրել հենց այս թեման, մանրամասն ականջի աղմուկը։ Մենք ունենք նոր սարք, որը ստուգում է շնչառությունը, այսինքն շնչարգելությամբ, ասթմայով, բրոնխիտով պացիենտներին համար ավելի խորը հետազոտություններ ենք իրականացնում։ Էսթետիկ ֆլեբալոգիայի, այսինքն էսթետիկ երակաբանության հարցում պլանավորում ենք ձեռքի տգեղ, խոշոր երակների վերացում, արդեն լազերային վիրահատության մեթոդով, եւ ինչպես միշտ ունենք բազմաթիվ զեղչեր ակցիաներ, որոնք տեղադրվում են պարբերաբար մեր Instagram-յան ու Facebook-յան էջերում, կխնդրեմ մեր հեռուստադիտողները հետևեն տեղյակ լինեն, իսկ մեր հասցեն հեռախոսը մենք գտնվում ենք Քանաքեր Զեյթուն համայնքում Հրաչյան Ներսիսյան 12/9 հասցեում, մեր հեռախոսահամարներն են 010 23 23 22 եւ բջջային 093 54 12 23։ Դե շնորհակալություն մանրամասն ներկայացնելու համար, յուրաքանչյուր մեթոդ կանխարգելում կամ դրա բուժում։ Այս բանին առաջարկում ենք կարճատև գովազդ, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ։ Ձեզ լավ օրենք մաղթում։ Բարի առավոտ ևս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք խոհանոցից, բայց ձեզ անպայման ուղղորդում ենք այնտեղ, որովհետև Սաթենիկը մեկը մեկից համեղ ուտեստներ է առաջարկում նախաճաշի տեսքով, բայց ասենք, որ Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Եվ այո, մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն՝ մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք՝ բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկումը։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, այո, ինչպես խոստացանք, տեղափոխվում ենք խոհանոց։ Իդեպ Սաթենիկը 3 պրեմիերա է ունեցել ներկայացման։ Արի եւ շնորհավորենք, եւ ես քեզ առաջարկում եմ, իդեպ եթե կուզես քո օգնությունն առաջարկել այնտեղ խոհանոցում, միասին զրուցեք եւ օգնես նրան եւ միասին զրուցեք օրինակ ներկայացման շրջանակում։ Ես սիրով, իհարկե։ Տեղափոխվում ենք խոհանոց, Անահիտը կմիանա այնտեղ։ Այո։ Շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, գործընկերներս քիչ առաջ խոհանոցից գնացին, որովհետև ամբողջ բույրը տարածվել էր ողջ տաղավարով մեկ։ Անահիտ, կարող ես կամաց մոտենալ, չգիտեմ ինչի հետևից ես գալիս, բայց նագետների։ Դե բավապես եկել ես։ Ես այսօր իսկապես եկել եմ հենց քո հետևից եւ քեզ հետ զրույց վարելու հետևից։ Օ, շատ հաճելի է։ Ինչու մենք հարցազրույց չունենք քեզ հետ հենց այստեղ։ Այս բանին կշտկենք մեր սխալը։ Համաձայն եք, չէ՞։ Ես շնորհավորում եմ, առասարակ բոլորը շնորհավորում ենք, դու ունեցել ես պրեմիերա, բավականին հաջողված, կերպարդ բավականին սիրված։ Ես քեզ իսկապես այնքան մեծ բարձունքներ, այնքան մեծ բարձր ծափահարություններ եմ մաղթում եւ իսկապես այդ մաղթանքը, որ ասում եմ, հենց այդպես էլ եղել է, վստահ եմ, որ քեզ բոլորը շատ սիրում են եւ շատ սպասված էր մուտքդ, դա փաստեցին այն ծափահարությունները, որը քիչ առաջ
Սաթոմաս ցույց տվեց եւ իսկապես ես որպես դերասանուհի անգամ շաքաղվեցի, որովհետեւ պատկերացնում դերասանու համար ինչ կարեւոր է դա։ Անայի դա նշանակում է տարիների աշխատանքը տեղ է հասել։ Այո, շատ հաճելի էր։ Նախ սպասված չէր մեր Ազիզյանների ներկայացումը, քանի որ հարցադրույցը առաջին հարցադրույցն է։ Իդեպ ով զանգարել է հարցադրույցը ինձ վերցրել, ես մերժել եմ։ Ինչն է պատճառը չեմ կարող ասել, Անեի սերը քո հանդեպ, որ չմերժեցի եւ պատասխանում եմ, սպասված չէր, բայց որ միշտ ցանկություն է եղել մեր ներսում, դերասանների ներսում, որ ունենանք էլի, ինչի չբարձրանա Ազիզյանները բեմ, այո, որպես դերասանուհի դա չի խոսք չունեի։ Բայց քեզ համար սիրված կերպար էր, չէ՞, ինձ կարող ես դա ձեռնոցնել, ես քեզ կօգնեմ։ Կարոտած։ Իհարկե, սիրված եւ կարոտած, քանի որ ոնց որ կարծես թե կարոտել էինք մենք այդ ժամանակահատվածին, որովհետեւ ինքը լրիվ ուրիշ ժամանակաշրջան էր, խումբը իդեալական, ֆանտաստիկ խումբ, որ մի մարդու նման մենք մտածել, արել, ստեղծագործել, արարել ենք։ Այո, իսկապես տաղանդավոր, ֆանտաստիկ տաղանդավոր մարդիկ, սիրված նախագիծ, ինչու ոչ պետք է նաեւ ունենար ներկայացում։ Մեզ համար էր որպես հեռուստադիտող որպես ներկայացում ժողովուրդը սպասում էր, կարոտել էր, սոլդաուտի հետևից ու հասկանալի է, որ արդեն ամեն անգամ ստացվում է, որ մենք ավելացնում ենք ներկայացման օրերը ու գաղտնիք բացեմ, չեմ հասցրել իմ նկարահանման ընթացքում նայել սերիաները։ Մինչև ներկայացումը դե ուզում ես վերհիշես ով է եղել, կերպարդ որքան էլ որ կարոտում ես, հա, ցենց կախիչներով ունենք դերասանուհիներս կամ դերասանները իրենց կերպարները։ Ինչ-որ դետալներ էի գտել, այնտեղ մոռացել էի, քանի տարի մենք չէինք խաղացել, վերանայեցի, հասկացա ինչքան լավն է։ Եվ իհարկե, Անետ, քանի որ դու այստեղ ես ձեռնոցներն արդեն հագար, ես ասեմ մենք աղանդեր ենք պատրաստում։ Աղանդերի համար մեզ հարկավոր է շատ պարզ բաղադրիչներ, խնձորը եւ տանձը, որոնք մաքրել եմ կեղևից, ազատել եմ, եռացրած ջրի մեջ եմ լցրել, դրել եւ կհանեմ, կներկայացնեմ մեր գործընկերոջը։ Խոսքը այս պահին մառանիկի մասին է։ Իհարկե օգտվելու եմ համեմունքներից, այս պահին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված տեսականին։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանի կապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը։ Որակի խիստ վերահսկողություն, դե արդյունքում իհարկե ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, հիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Անահիտ, ես ասեմ ինչ եմ արել, ինչ եմ թողել, գուցե տանը որոշես պատրաստես։ Իհարկե։ Ես ընկույզը միշտ բովում եմ, ավելի ուրիշ համ է դուրս տալիս, ավելի համեղ է լինում։ Ես հասցրեցի նույնիսկ լայվ խակից օգտվել, տոպրակի մեջ եմ լցնում, գրպնակով վրա փափկացրել եմ։ Բաղադրիչները շարունակեմ նշել, մեզ հարկավոր է դարչին, մեղր եւ իհարկե մեր գործընկերոջ կողմից թռչնաֆաբրիկայի կողմից Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված տեսականին հենց այս պահին ձեր էկրաններին կլինի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա, անարատ, բարձրորակ մսամթերք, պատրաստված է բնական պայմաններում։ Սիրով պատասխանատվությամբ եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևի, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտրակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումը ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Անահիտ, անստահման շնորհակալ եմ հարցազրույցի, խոհանոցը կիսելու եւ ինձ օգնելու համար։ Ես միայն սիրով եւ ավելին ասեմ, մենք շուտով կընդմիջենք կարճատև գովազդով, բայց իհարկե այդ ընթացքում այո, ես քեզ անպայման օգնելու եմ։ Այստեղից խոսք եմ տալիս, այո, չեմ հեռանա։ Այս պահին կարճատև գովազդն է։ Մենք վերադարձանք, բայց վերադարձանք խոհանոցից, պետք է անպայման հիշեցնել, որ ունենք շատ հավեղ գործընկեր, Զանգեզուր թռչնաֆաբրիկան եւ դրա անարատ ու բարձրորակ մսամթերքը, որը պատրաստվում է բնական պայմաններում, սիրով եւ պատասխանատվությամբ, ու ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։
անարատ ու բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի իհարկե Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում այս ամենը պարույր սևակ 92 կոտորակվեց հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորման պարագումն ամբողջ Երևանում անվճար է։ Պարզապես զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարին Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որ դառնում է վստահություն։ Ինչ ի ուրախություն մեզ, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին վերջապես անդրադարձ ենք կատարում մշակութային անցուդարձին, արվեստոտ, որպես այդպիսին իրադարձություններին եւ այսպես այս տարի գարնանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկվեց լայնածավալ ծրագիր, որը ներառեց հանրապետության արվեստի դպրոցները։ Ծրագրի շրջանակում իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ, իսկ վերջերս կայացավ Հայրենիքը, արվեստն ու ես մրցույթ ստուգատես եզրափակիչ փուլը, այս ամենի մասին ունենք հյուրեր, ովքեր տաղավարում են եւ սիրով կզրուցենք նրանց հետ։ Այո, տաղավարում են Հայաստանի Հանրապետության երաժշտական արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական եւ գործնական օգնություն, մանկավարժների դասալուսումներ ծրագրի ղեկավար, ծրագրի մեթոդիստ մանկավարժ, դաշնակահար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մարինե Մարգարյանը, բարի առավոտ, Տիկին Մարգարյան, եւ կանոնահարուհի, դիրիժոր, կոմպոզիտոր, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, ծրագրի մեթոդիստ մանկավարժ Ծովինար Հովանեսյանը։ Բարի լույս։ Բարի լույս, Տիկին Հովանեսյան։ Շնորհակալություն հյուրընկալության համար։ Շնորհակալ ենք, որ այստեղ եք, նախնական զրույց վարեցինք, հասկացանք, որ սովոր եք առավոտյան շուտ արթնանալ, երևի թե մասնագիտական առումով չգիտեմ, բնավորության առումով։ Այսօր, այո, բնավորության այսօր իհարկե շատ շնորհակալ ենք, որ ձեր առավոտը նաև կիսում եք մեզ եւ հեռուստադիտողների հետ շատ կարևոր նախագծի մասին ենք իհարկե խոսելու եւ հենց երևի թե սկսենք գաղափարից, որն էր նպատակն ու գաղափարը նախագիծը ստեղծելիս։ Նախագիծը կա, գոյություն ունի արդեն 17 տարի գրեթե եւ դա վարպետաց դասերի մեթոդական օգնության, ինչպես շատ լիարժեք անվանման մեջ արդեն նշված է, ծրագիրը, որը նախկինում անցկացրել է Նելի Սարգսյանը, մեր շատ սիրելի, կոչվում էր ժամանակին մեթոդ կաբինետ։ Այսինքն մեթոդոլոգիան էին կարծես մշակում եւ օգնում հանրապետության ամենահեռավոր անկյուններում, որպեսզի մշակութային ուսումնական կրթօջախները իմանան ինչպես գնալ առաջ, օգնություն ստանան հանրապետության լավագույն մասնագետներից։ Ծրագիրը այս տարի մեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ նոր շունչ ստացավ։ Նրանք ուզեցին նորովի եւ փոփոխություն մտցնել եւ մրցույթը շահեց Հայ փոքրիկ երգիչներ բարեգործական ասոցիացիան, վստահվեց ծրագիրը ինձ ինչի համար իհարկե շատ շնորհակալ եմ, մեծ պատասխանատվություն էր, անկեղծ ասեմ, մի քանի անգամ հրաժարվել եմ, ոչ թե որովհետև վախենում եմ, այլ երևի իսկապես մտածելով, հաճախ մենք մտածում ենք, որ շատ բան կա անելու, անհնար է անել, կա այսպիսի բան։ Մենք խոսում ենք մեր ընդհանուր առկա խնդիրներից, տեսնում ենք, որ դրանց լուծումը պիտի լինի շատ ավելի հիմնային, համակարգված, շատ ավելի խոշոր կարևոր քայլեր են պետք այդ ամենը անելու համար։ Բայց եթե ամենաառաջին քայլը սկսելն է։ Պետք է անես ուղղակի, եթե սպասես, որ իրականում քո տեսած բոլոր մասնագետները հասկանում են, մանկավարժների պակաս ունենք մարզերում, որովհետև կան շատ նվիրալներ ունենք։ Մենք հիմա այս ծրագիրն անցկացրեցինք, ավելի մոտիկից ճանաչեցինք։ Ուզում եմ յուրաքանչյուրի առաջ խոնարհվել, որովհետև մեծ գործ են անում, իսկապես նվիրված մարդիկ են դրա համար են անում եւ ունենք այս մեր կարևոր ասպարեզը, մեր հարստությունը, մշակույթը, որը որ մեր այցեքարտն է, կարևոր հաղթաթուղթ է այս կիսախելագարված թողներեն ինձ աշխարհում։ Շատ լավ, ինչ պետք է անի մանկավարժը, որպեսզի մշակ լինի, որպեսզի մշակի, որպեսզի չխեղդվենք ռաբիզության եւ մոլախոտության մեջ, որը որ քախան անողներն են այդ
փրկողները, պարզվում է քնխան անող չկա։ Ինչ պետք է անի մանկավարժը, հատկապես ինչքանով է կարևոր մեզանում այս ծրագիրը բաց թողումները լրացնելու համար, մանկավարժական կոլեկտիվը համալրելու համար։ Շատ կարևոր է նախ, որ լինեն մանկավարժները ունենան հնարավորություն աշխատելու եւ արդեն բացը փակեն արվեստով, արժեքով, երեխային մշակույթ դեպի ձգելով, երաժշտությունը չէր մեզ մոտ, ինչպես տեսակ գեղարվեստ, միայն երաժշտությունը չէր, գեղարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, երբ որ երեխան զբաղված է եւ զբաղված է բարձր արժեք ներկայացնող գործունեությամբ, երբ լցնում է ներսը, չէ որ արվեստը դա ընդհանրապես ինչ որ հմտություն չի, այն նաև իմ կարծիքով դեղ է, դարման է, ինչի չէ, օգնում է որ զգացումները նախ ինքնաճանաչման ուղի է, դու արտահայտում ես ներսումդ եղածը արվեստի միջոցով, նկարում են երեխաները, չէ, նույնիսկ մենք գիտենք, որ հոգեբանները աշխատում են երեխայի ներսը բացահայտելու համար, իրեն խնդրելով որ մի բան նկարի։ Երեխան նվագելով եւս երգելով, պարելով ներսի զգացումները արտահայտել է սովորում, գեղեցիկի հետ շփվում է սովորում, մեջը յուրաքանչյուր անհատ ունի ամենագեղեցիկ գծերը, որոնք ինչ պիտի անի դուք հարցնում եք մանկավարժը, պիտի արթնացնի, պիտի փայփայի, պիտի ոգևորի, կտրի բազմաթիվ գայթակղություններից մեր օրյա իրականության մեջ գոյություն ունեցող։ Բայց մանկավարժն էլ պետք է գոնե արթնացած լինի, որպեսզի կարողանա այն ինչ որ մատուցում այն է ինչ որ ծրագիրն անում էր մեր հանրապետության լավագույն մասնագետները ում ամենավառ ներկայացուցիչներից մեկի հետ այստեղ։ Խնդրեմ դուք մի փոքր խոսեք, այսօր ինչպիսի պատկեր է արվեստի կրթօջախ դպրոցներում, գեղարվեստ, երաժշտական դպրոց, պարարվեստ, ինչ խնդիրների եւ բարդությունների ականատես եք լինում։ Ես կասեի, Մարինե Մարգարյանը ասաց, որ 17 տարի առաջ դեռ սկսվեց այս պրոցեսը Նելի Սարգսյանի նախաձեռնությամբ, այդ ժամանակ խայտարակ վիճակ էր, որ մարդիկ կարևորում էին միայն հանապազօրյա հացը եւ իրենց համար շատ էական չէր երեխան արվեստի հետ կշփվի, ինչպես կլինի եւ այս ծրագիրը, որ սկսվեց հիմքերից, արմատներից, միտված էր հենց այն գործընթացի համար, որպեսզի եւ մարզերը իրենց չզգան մոռացված, որովհետեւ շատ անգամ նրանք լքված կարգավիճակում էին հայտնվում, իրենք իրենց հոգեբանությամբ անգամ եւ կենտրոնից Երևանից մեկնել մասնագետներով ինչ որ աշխուժություն մտցնել, դա շատ հսկայական աշխատանք էր, ձեռք բերում էր մեզ համար եւ այսօր էլ որ մենք Գարնանը սկսվեց այս ծանրաբեռնված աշխատանքը այնպիսի խիտ գրաֆիկով, որ 17 ժամյա աշխատել ենք մենք օրական, որպեսզի հասցնեինք այդ խտացված ծրագիրը, որպեսզի մտնեինք յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր դպրոց, հասկանայինք նրանց խնդիրները, հասկանայինք նրանց ցավը, հասկանայինք թե ինչպիսի հրաշալի բալիկներ մենք ունենք, ովքեր մեր վաղվա օրն են կառուցելու եւ իհարկե հրատապ կարևորություն ունի այս ամենօրյա փոփոխվող կյանքում պահել երեխային ճաշակի, ազգանվեր զգացողության, ազգասիրական, ես կասեի նույնիսկ հայրենասիրական process-ի մեջ, որովհետև ինչքան էլ մենք ուզենք զատել գլոբալ աշխարհում համաձայնել շատ կրիտերիաների, որոնք մեզ շատ խորթ են, համենայն դեպս մեր ազգային արմատները մենք չենք կարող ոչնչացնել, եթե արմատ չունեցանք, գիտենք բույսն էլ չի գոյություն ունենա, ծառն էլ չի գոյություն ունենա, եւ այն, որ մենք մտնում էինք այդ յուրաքանչյուր դպրոց, կասեմ, որ սկզբից մայեստրոին տեսնում էին Հեքեքյանին, մի տեսակ կաշկանդվում էին մարդիկ, չգիտեին ինչպես իրենց պահեն, իսկ մայեստրոյի անմիջականությունը անմիջապես փոխում էր մթնոլորտը, լիցքավորում էր ավելի պատասխանատու, բայց ավելի մտերմիկ, ավելի բարեկամական, որպեսզի այդ հարաբերությունները երեխաների, թե ուսուցիչների, թե տնօրենների մոտ ոչ մի անջրպետ չառաջացներ։ Մենք գնացել էինք մի միասնական խնդրի համար, համագործակցենք, օգնենք, փոխադարձ կարողանանք դասատուների հետ գտնել մասնագիտական գիտելիքների փոխանակման միջոցներ, թե ինչպես է ինքը պարապում, ինչպես եմ ես իրեն առաջարկում եւ իհարկե շատ դպրոցներում արդեն ինձ գիտեին, անգամ չտեսած երևի էկրանից եւ այդ ջերմությունը հորդում էր ամենտեղ
Իսկ ճաշակը շատ կարևոր է, որ մենք պետք է փոխանցենք հենց մարդկանց ամենակարևորներից, որտեղ դա մտածողություն է, դա ամբողջ մի մեծ պատկեր է։ Եվ երբեմն նաև ոչ թե տնից են դա ստանում առաջինները, ուսուցիչից եւ կոնկրետ ես էլ իմ ուսուցիչներից շատ իմ ճակատագրի վրա շատ մեծ ազդեցություն են ունեցել, որ ես այսօր հայտնվել եմ այս կարգավիճակում ինչում կամ եւ այդ գործընթացը անընդհատ պետք է կատարվի, որովհետեւ արվեստի շնչով մեծացած երեխաները մշակույթի մի մասն է բաղադրիչը, որտեղ մշակույթ ասածը դա խոսելաձևն է, դա անգամ աղբ նետելն է հայրենիքը չկեղտոտելու համար, այսինքն այո, եւ շատ կարեւոր գործընթաց արեցինք, որտեղ մենք ընտրեցինք երեխաներ, բայց այն մրցույթն էր, որ ոչ թե գնացել ենք խորհրդություն հայրենիքը, արվեստը եւ ես ստուգատեսի մասին է։ Ստուգատեսի մասին է, որտեղ շատ ես կասեի եւ բարյացկամ եւ դաժան փուլերով անցան բոլորը, որտեղ մայստրոն մրցույթը դժվար է եւ հոգեբանորեն եւ պատրաստվածությամբ, որտեղ մի քիչ էլ անակնկալ էր կարճ ժամանակի այդ մեր գործընթացը, տնօրենները, դասատուները, աշակերտները կարծես խառնված վիճակում էին, բայց քիչ-քիչ ամեն ինչ իր հունով ընթացավ, նույնիսկ գիշերներն էլ ենք աշխատել, ես դες փակագծերը բացեմ, որտեղ ծրագիրը շատ մեծ էր, բայց շատ կարևոր, որ յուրաքանչյուր դպրոցի խնդիրը մենք իմանայինք եւ վերհանեինք այստեղ։ Դրա համար, ասենք, այդ ամբողջ գործընթացի մեջ նաեւ մայստրոն շատ հետաքրքիր կերպար ունի, ոչ միայն ֆանտաստիկ երաժիշտ է, նաեւ շատ բծախնդիր մարդ է իր ամբողջ էությամբ։ Հավատարիմ հյուրն է Բարի Լուսյանը, այնպես որ մենք նրան բազմիցս արդեն շատ լավ գիտեք, ուրեմն մոտիկից, եւ ինքը նույնիսկ այո, նույնիսկ գիտեք ինչն է հետաքրքիր, որ ինքը ժյուրիները անձնակազմը անդադ փոխում էր, որպեսզի ամեն ինչ լինի ռեալ, ամեն ինչ լինի ճշգրիտ։ Ինչքանով որ այո, դա հնարավոր էր առանց ասելու, առանց բաների, անակնկալներով, այսպես ինքը եւ ով էլ որ բնականաբար, այո, ասենք ոչ բոլորն են այդ արդյունքներից գոհ լինում, բնականաբար յուրաքանչյուր դպրոցի տնօրեն մտածում է իր երեխան է ավելի լավը, յուրաքանչյուր դասատու մտածում է իր երեխան եւ այսպես գնում է հերթով, ասում եմ, բայց շատ խոսակցություններ եղել են եւ պետք է մեջ պատրաստ լինես, եթե կա մրցույթ, կա նաեւ մեկը պետք է ուրախ լինի, մյուսը դժգոհ լինի։ Այո, հասկանալու համար այո, իհարկե շարունակեմ, իրականում ամբողջ իմաստը եւ գաղափարը մրցույթն ինչ էր, գործիք էր։ Մեր ամբողջ պատմած այս ծրագրի եւ անցյալ ուղին, որ մենք վերցրեցինք եւ պիտի շարունակեինք այդ վարպետաց դասերի մեթոդական օգնությունը, դրան մենք զուգահեռ անցկացրեցինք մրցույթը, այսինքն ունկնդրումը միևնույն է պիտի տեղի ունենար, ստուգումը, մշտադիտարկումը, որը որ մեզ պատվիրակված էր անել, պիտի լիներ, բայց դա արվեց ոնց որ մրցույթի ձևով եւ այդ եւ խոսակցությունները եւ ոգեվորությունը եւ բազմաթիվ շնորհակալական նամակները եւ այդ ամբողջ աժիոտաժը հենց այն էր ինչ ուզում էինք անել, այսինքն ինչ անել, ինչպես օգնես նույն մանկավարժին ձեր հարցինի պատասխան, որ կարողանա գրավել աշակերտին, կարողանա իրեն, չէ՞ որ պիտի երեխան սիրի այս գործը, որ զբաղվում է, ուրեմն ինչ որ խթաններ պիտի գտնենք եւ սա միայն երեխաների ու իրենց ծնողների համար չէր։ Այս մեր մրցույթում կար նաև տար, որտեղ որ մենք քանի որ խնդրել էինք, որ բոլոր դպրոցները մասնակցեն իրենց 10% աշակերտներով, որպեսզի արդար լինի մրցությունը, այսինքն մեծ դպրոց, փոքր ծահմանամերձ գյուղ, թե մարզկենտրոն, բոլորը մրցում էին եւ ստանում էր դպրոցը միջինացված միավոր ըստ իր աշակերտների կատարումների եւ ասենք նկարիչների, նկարների, քանդակների եւ այլն։ Այդ միջինացված միավորը հետո հանդիսանում էր նաև համայնքի բոլոր դպրոցների միջինացված համայնքը ստանում էր իր միավորը, հետո մարզերը եւ նրանք բոլորը շարվեցին վարկանիշային աղյուսակում։ Այստեղ առանցքային է այդ ներգրավվածությունը, որ դուք ապահովել եք իսկապես եւ հայը սիրում է լինել առաջին ու շատ լավ է անում ու պիտի լինենք։ Ամենակարևորը սեր։ Եթե թույլ կտաք ասեմ, որ մրցույթը այստեղ խնդիրն է մեր ամբողջ նպատակը երևի կասեի, որ ոչ միայն այս ռոբոտային դարում
պահես հայությունը մեր ազգի ազգայինը նաև իրենց հոգևոր սնունդը ապահովես ամենակարևոր առաքելությունն է որտեղ տեսնում եք այս տեխնոլոգիաները կլանել են ուղղակի երեխաներին հեռախոսներից նրանք չեն կարողանում մորուտիկները հանել դուրս իսկ սա ամբողջովին հոգևոր մի կարևոր կետ է որ պետք է անպայման ապահովի այս սնունդը դրա համար ասում ենք որ փառք ու պատիվ բոլոր լավ մանկաբարձներին ցավոք մեր ներողություն եմ խնդրում մեր այո եթերաժամանակը ցավոք այո սպառվում է մենք հավերժ կզրուցենք ձեզ հետ ասենք մեր հովանավորին էլ քանի որ մենք ունենք մրցանակային ֆոնդ Բոստոնի Ամարաս միությունը դեռ ծրագրի սկզբում ողջևորված գաղափարով ասաց, որ այս մրցույթի արդյունքում շահած երեխաները եւ իրենց մանկավարժները կստանան դրամական պարգևներ, ինչ որ արդեն տեղի ունեն եւ նաեւ ծրագրվում է համերգային շրջագայություն ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, եթե ստացվի նաեւ Եվրոպայում, դա ծրագրված չէր, բայց հնարավոր է որ անենք, սա երեխաներին եւ մյուսներին, ովքեր այս տարի ինչ որ պատճառով չհասան իրենց ուզած արդյունքին ողջևորելու ձև է, որ կարողանանք իրենց հետ շարունակել աշխատել, մյուս տարիներ ունենալու համար ավելի լավ արդյունք։ Այո։ Բրավո, շնորհակալություն։ Իսկապես նաև հայանպաստ գործունեություն ծավալելու համար, որովհետև մեզ մոտ պակասում է բարձր ճաշակը, ճաշակ չկա անճաշակություն, կա ցածր եւ դրա բարձրը։ Մեզ մոտ մի քիչ բարձր է պակասում է։ Շնորհակալություն, որ երաժշտական եւ արվեստի մեջ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ միացաք մեզ, մենք շարունակում ենք հագեցած եւ գեղեցկագույն զրույցներ այս պահին շատ կարեւոր թեմայի ենք անդրադառնալու, այսօր ամբողջ աշխարհում նշվում է մանկաբույժների օրը։ Հենց մանկաբույժներն են, որ մեր հրաշք փոքրիկների կյանքի առաջին իսկ օրից ուղեկցում են իրենց օգնելով հաղթահարել տարբեր հիվանդություններ։ Մանկաբույժների աշխատանքը ենթադրում է լինել ավելի համբերատար, կարեկից եւ նրբանկատ։ Այս մասնագետների գործն ունի եւս մեկ կարևոր բաղադրիչ։ Նրանք նաև սովորեցնում են ծնողներին ճիշտ խնամել իրենց երեխաներին եւ աջակցել նրանց ամենադժվար իրավիճակներում։ Այսօր մեր հյուրերն են մարդիկ, ովքեր սկիզբ դրեցին Wigmore մանկաբուժական պատմությանը։ Սիրով ցանկանում ենք ձեզ ներկայացնել նրանց։ Այո, սիրով տաղավարում են Wigmore կլինիկի բուժական գծով փոխտնօրեն Հրաշուհի Ղազարյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Մանկական թերապևտիկ ստացիոնար ծառայությունների պատասխանատու Այդա Պապիկյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Մանկական ամբուլատոր ծառայությունների պատասխանատու Տիգրանուհի Հովանեսյանը։ Բարի առավոտ։ Մանկաբուժական երրորդ ծառայության պատասխանատու Սեդա Հարությունյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ մանկաբույժ, զարգացման մանկաբույժ Մագդա Սարուխանյանը, բարի առավոտ։ Ողջույն։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար նախ եւ ամենակարևորը շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ եւ իսկապես ինչպես իմ գործընկերուհին նշեց, դուք այն մարդիկ եք, ովքեր որ առաջին օրվանից նորածնին ուղեկցում եք դեպի մանկություն, իհարկե ապահովելով նրա առողջությունը եւ կանխարգելելով կամ բուժելով յուրաքանչյուր խնդիր, որը որ տեղի ունեցել կյանքի առաջին իսկ օրվանից, շնորհակալ եք ձեզ կարևոր գործունեություն ծավալելու համար։ Եվ այսպես առաջին հարցը ինձ շատ հետաքրքիր է այն առանձնահատկությունը, որը կարևորվում է երեխայի հետ աշխատելուց։ Բժշկուհի Պապիկյան, կարելի է ձեզնից սկսել։ Իհարկե ինձ թվում է մանկաբույժը ամենակարևորը նաև լավ հաղորդակից է, որովհետև եւ պետք է լեզու գտնի առաջինը ծնողի հետ երեխայի, հետո նոր երեխայի, մենք այս դեպքում նորածնային վիճակների մասին ենք խոսում, այ կարևորը որն է առանձնահատկությունը երեխաների հետ աշխատելու։ Առանձնահատկություններ իհարկե շատ կան, բայց ամենաթերևս հետաքրքիրը մասնագիտության մեջ, որը կառանձնացնեի, երեխաները մեծահասակների պես ռացիոնալ, իրական, ռեալ աշխարհում չեն ապրում, նրանք ունեն իրենց ստեղծած մոլորակը, որտեղ իրենց կանոններն են, իրենք են այնտեղ ղեկավարները, եւ եթե դու ուզում ես արդյունավետ կոնտակտի մեջ մտնել, առնվազն զննել այդ երեխային, կապ հաստատել, պետք է իրենց մոլորակի կանոններով խաղալ, եւ եթե օրինակ համայցի ժամանակ մտնում ես հիվանդասենյակ եւ այնտեղ սովորական բուժառուի փոխարեն քեզ դիմավորում է Սպայդերմենը եւ կրակում է իր սարդոստայնով, դու ուղղակի պարտավոր ես քո գործիքները վայր դնել, ընկնել գետին, մահանալ այդ պահին, մտնել այդ խաղի մեջ, հետո նոր հավակնել, նրան արդյունավետ զննել կամ կապ հաստատել երեխայի հետ, այլապես կձախողես, եթե այդ կանոնները չընդունես եւ չխաղաս։ Եվ իրականում որպես եւ մանկաբույժ եւ որպես մայր ծնող շատ կարեւորում եմ երեխայի այդ նուրբ հետաքրքիր ներաշխարի իրենց ստեղծած այդ մոլորակի եւ
երեխայի որպես անձ մեծահասակների կողմից հարգանքը։ Իհարկե, եւ նաեւ ասենք, որ Wigmore-ը հենց առաջիններից էր, որ ներդրեց evidence-based միասնական գործելակարգեր նոր նշաձող սահմաններով ոլորտի ստանդարտները իհարկե թարմացնելով, ու հիմա երևի թե Տիկին Հովհաննիսյան ձեզ եմ ուզում հարց հղել, վստահ եմ դեպքերը շատ են եղել, որ ձեզ թե մոտիվացրել են, թե նաև հուզել, բայց ուզում եմ որևէ մի դեպք մտաբերեք ու այս պահին մեզ հետ կիսվեք հենց այդ դեպքով, որը ամբողջ կյանքում երբ թե ձեզ կուղեկցի որպես լույս։ Երբ ոտք դրեցինք Wigmore, առաջինը մշակութային շոկն էր, որովհետև ոտք դրեցինք արդեն մի կայացած հաստատություն, որտեղ ամեն ինչ համակարգված էր եւ դու կարող էիր զբաղվել միայն բժշկությամբ եւ որպես բժիշկ զգալ քեզ պաշտպանված։ Եվ զանգեր, եւ հոսքի կառավարում, եւ այդ ամենի համակարգում նարվում էր ոչ թե բժշկի կողմից, այլ վարչակազմի կողմից։ Եվ դու իրավունք ունեիր զբաղվել բացառությամբ բժշկությամբ, եւ դա հնարավորություն էր տալիս եւ ինքնակրթման, եւ թիմային կրթման։ Դեպքերը շատ են, ու դրանցից մեկը առանձնացնելը մի փոքր ավելի դժվար կլինի։ Ես մի պատմություն հիշեցի, երբ ունեինք պացիենտ, ով տարբեր կարծիքների համար եթե կհիշեք։ Այո, մենք բարեբախտաբար դեռ 5-ն էինք, ոչ թե շատ ավելի շատ։ Բարեբախտաբար 71 ամսնակազմ է, որը գովելի է միանշանակ։ Երևի իշահայտ մայրիկի մենք 5-ն էինք եւ նա բոլորիս մոտ առանձին ժամ էր ֆիքսել այցելության, ոչ թե երկրորդ, այլ արդեն 3-րդ, 4-րդ, 5-րդ կարծիքի համար, բայց ամենատպավորիչը վերջին կարծիքն էր, որովհետեւ շատ եւ կիսահիասթափված եւ կիսահիացած եւ նայեց մեզ ու ասեց տպավորությունա ոնց որ ձայնագրություն միացրած լինեք, բոլորդ բառացիորեն նույն բանն եք ասում։ Դա հենց խոսում էր մեր թիմային աշխատանքի մասին, որ չունեինք իմ կամ քո հիվանդ, հիվանդը դա մերն էր եւ մենք թիմային էինք մոտենում առանց որևէ անձներ դնելու եւ այնտեղ չէր գործում իմ սեփական փորձը, այլ գործում էր ապացուցողահեն բժշկությունը, աշխարհի փորձը, որը իշահ օգտագործում էինք մեր բալիկների։ Դա այս պարագայում արդեն հասկանալի էր, ինչու ասացիք, իհարկե ուրախություն ծնողի, ընդհանրապես 5-ն էինք։ Ես ուզում եմ անպայման նաև նշել, որ այո, այստեղ թիմային աշխատանքը նաև խոսում է մեկ գաղափարի շուրջ հավաքվելու մասին, իսկ Wigmore դա բնականաբար լավ կրթություն ստանալն ու այդ կրթության վրա միանշանակ ներդրումն անելն է պրակտիկորեն, բայց ես ուզում եմ հավելել, որ ես էլ շատ եմ ունեցել առնչություն Wigmore-ում եւ այնտեղ չկա ավարտված կրթություն հասկացությունը բժիշկների կողմից եւ նրանց մասով եւ բժիշկը մշտապես պետք է ուսանի Wigmore-ն այսօր ծառայում է որպես յուրօրինակ կրթական հարթակ եւ ունի իդեպ միջազգային գործընկերներ, գործընկերությունը շարունակական զարգացման ֆոնին է եւ ես կուզեի Սեդայի հետ զրուցել այս առումով թե մանկաբույժը եթե լիներ սուպերհերոս երբ խոսում էինք բժշկուհի Պապիկյանի հետ նա ասում էր որ սուպերմեն մահանալ վեր հավնել ողտից որպեսզի որ երեխան ավելի հավաքված լինի իր մոլորակում Այս դեպքում եթե մանկավարժը ներողություն մանկաբույժը սուպեր հնարք ունենար որը կլիներ այդ կարևոր սուպեր հնարքը որպես սուպերհերոս օգտագործելու երեխային ավելի հավաքելու համար Շնորհակալ եմ հարցի համար, որովհետև հարցը տալով կարծես այդ հնարավորությունն էլ եք տալիս, հա, սուպերհերոս զգալու։ Ախ, Երանի։ Իրականում մենք մեր առօրյա աշխատանքում արդեն իսկ սուպերհմտություններ կիրառում ենք։ Նախ դուք սուպերհերոսներ եք, այդտեղից սկսենք։ Սուպերհմտություններ կիրառում ենք, որովհետև իսկապես բժշկուհի Այդայի ասացի հիման վրա մենք իրապես հիվանդ, ջերմող, երբեմն շատ բարդ իրավիճակներում գտնվող երեխաների ներաշխար մուտք գործելու, նրանց վստահությունը շահելու առումով արդեն իսկ սուպերհմտություններ դրսևորում ենք, որը մեզանից մեծ ուժ անդադար համբերություն ու սեր է պահանջում, բայց նաև տալիս։ Իհարկե։ Բայց այնուամենայնիվ, եթե սուպերհերոս լինեի, երևի թե կուզեի լինել Velma Dinkley, իր այդ անverջ պրպտող կրթվելու ունակությունների շնորհիվ միշտ բարդ իրավիճակներում ճիշտ լուծումներ գտնելու համար
որովհետև բժշկի համար իսկապես երանելի իրողություն է բարդ իրավիճակներում օպտիմալ լուծումներ ունենալը։ Հավատարիմ մնալով Wigmore-ի որդեգրած սկզբունքին։ Ու այո, բժիշկը ոչ թե նա է, ով ամեն ինչ գիտի, այլ նա, ով ունի այդ սուպեր կարողությունը ամեն օր ավելի լավը դառնալու, ավելի լավ բժիշկ լինելու։ Թերևս դա կլիներ իմ սուպեր կարողությունը։ Շատ հրաշալի, շատ լավ ասացեք իսկապես, իսկ ես կարծում եմ երեխաների հետ աշխատելը ստիպում է քայլել ժամանակի հետ նաև, հասկանալ նոր սերունդներին եւ դա նաև ստիպում է, որ դու էլ միշտ երիտասարդ մնաս։ Նորածնի հետ շփվելը կարծում եմ այդքան հասկանալի չէ նոր սերնդին, քան նորաթուխ ընտանիքներին, նորաթուխ մայրիկ-հայրիկների հետ շփվելը նոր բերում է քեզ հասկանալու նոր սերնդի։ Այո, ես նոր սերունդ իսկապես հենց դա նկատի ունեմ, այո, եւ Էլչասի նոր սերունդները փոխվում են, բայց գալիս են նորերը, իսկ դուք քանի որ բոլորի հետ եք շփվում, դա ձեզ մշտապես ինչ որ մի էլեքսիր է տալիս, երևի թե որ մնաք հավերժ երիտասարդ։ Մագա շատ հետաքրքիր է դուք ձեր աշխատանքում ինչն եք ամենաշատը սիրում, ամենայն կարևոր կետը, որը կառանձնացնեք։ Նախ շնորհակալություն հրավերքի համար եւ այս մեր համար կարևոր օրը կարևորելու համար։ Ձեզ ենք շնորհակալ։ Եվ անդրադառնալով հարցին, պատասխանը շատ պարզ է, սիրում եմ երեխաների հետ աշխատելը, նրանք յուրահատուկ են եւ բացի մասնագիտական ունակություններից, հմտություններից, գիտելիքներից կարևոր է նաեւ հասկանալ երեխայի լեզուն, միտքը, ակնկալիքները քեզանից եւ այդպես ավելի հեշտ է ստացվում համագործակցությունը։ Նրանցից մեծ էներգիա է ստանում եւ ինչու՞ չէ մշտապես սովորել այն, որ ուրախանանք մանրունքներից եւ ինչպես դուք նշեցիք, այո, մնում ես մշտապես երիտասարդ, որովհետեւ գիտես թե տվյալ ժամանակահատվածում տարբեր տարիքային խմբերում որ մուլտերը, որ հերոսները, որ խաղերն են ակտուալ, այո, եւ բոլորը միաձայն համաձայնում են, տեսեք, եւ մնում ես քայլում ես ժամանակի հետ համահունչ, մնում ես երիտասարդ եւ ինչպես հիմա ընդունված ասել, տրենդի մեջ ես Ինչու ոչ, այո։ Եվ իսկապես մանկաբույժը ոչ միայն փաստորեն բուժում է, այլ նաև ձևավորում է մասնագիտական հաջորդ սերունդներ։ Կարծում եմ դուք ինձ հետ կհամաձայնեք այս դեպքում, բժիշկ Ղազարյան։ Հետաքրքիր է, եթե ժամանակի մեջ հետ գնայիք եւ նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրել, կրկին մանկաբուժությունն եք ընտրելու։ Այդ հարցը երևի ամենահեշտն էր, որտեղ պատասխանը միանշանակ այո է։ Ես չեմ պատկերացնում բժշկության մեջ այլ ոլորտում աշխատող մասնագետները ինչպես են կանխում իրենց մասնագիտական այրումը։ Վստահ մանկաբուժության մեջ բանաձևը մեկն է, շփվում ես երեխայի հետ, ընտանիքի հետ, լուծում ես խնդիրներ, կանխում ես խնդիրներ եւ միանշանակ լիցքավորվում ես դրանից։ Մենք շատ ասպեկտներ խոսեցինք, բայց որպես մանկաբույժ, երբ դու կայացած ես եւ աշխատում ես, մի կտորը դա այո ընտանիքների հետ աշխատելն է, մյուս կտորը դա կրթելն է եւ չկա ավելի գերագույն զգացողություն որպես կրթող անձ, քան երբ դու տեսնում ես թե քո կրթած սերունդը ինչերի է հասել եւ ինչեր է կարողանում անել։ Այդտեղ ինչպես նշեցին եւ դուք էլ մեզ որպես կլինիկի մանկաբույժներ ներկայացրեցիք, մենք սկսեցինք կլինիկից ընդամենը 5 օր, իսկ այսօր արդեն Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոց ենք, որտեղ ընդհանուր մանկաբուժական թիմը 71-ն է։ Մենք ամենահարուստն ենք Հայաստանում։ Այսինքն սա նույնպես պատասխանում է, որ այո, միանշանակ եկեք եւ մանկաբույժ դարձեք, միացեք մեր թիմին եւ ոչ միայն մեր թիմին, կարծում եմ բոլորը կհաստատեն, որ մենք շատ հպարտ ենք, որ Հայաստանի մանկաբուժական համայնքի մի մասն ենք, որը շատ ուժեղ համայնք է։ Ինչպիսի վիճակ է այս պահին Wigmore կլինիկում, ինչպես է սկսվում առօրյան, ինչ ես գիտեմ, որ շատ տարբերվող կլինիկա է մնացած բուժհաստատություններից իր թե ինտերիեր դիզայնով եւ թե ընդհանրապես մթնոլորտով օդում, երբ դու մտնում ես, ինձ համար իդեպ հատկանշականն այն էր, երբ գտնվում ես Wigmore-ում եւ ինչ որ տեղ ծնարանում երեխա է ծնվում, բոլորն են իմանում դրա մասին, որովհետեւ հայտարարվում է մի ֆանֆարներ, մի հրավառություն, իհարկե Ավետում է Wigmore-ը։ Այո։ Մենք սիրում ենք եւ հուզվում ենք յուրաքանչյուր այդ ավետիսի հետ միասին շաքաղվում ենք, հուզվում ենք, կուլ ենք տալիս այդ հուզմունքը եւ երջանիկ մոտենում ընտանիքին, որ այդ բարի լուրը կարողանանք հաղորդել եւ միասին պահպանել այն առողջությունը,
ինչ ունենք կամ եթե ունենք որևէ խնդիր, միասին ուժեղ լինենք եւ կարողանանք լուծենք այդ խնդիրը։ Եթե մեկ բառով փորձեմ նկարագրել, դա ընտանիքակենտրոն մոտեցումն է եւ ոչ միայն երեխայակենտրոնություն է, որովհետեւ այո, ծնողներն են, հայկական իրականության մեջ տատիկներն են, պապիկներն են, ովքեր կարևոր են ընդգրկվեն process-ի մեջ եւ բոլորս լինենք մեկ կողմում կանգնած, երեխայի ձեռքը բռնած, քայլելով վաղ կրծքի հասակից մինչև դեռահասություն եւ ավագ տարիք։ Ես սիրում եմ իհարկե կադրից դուրս եղած ամեն բան բարձրաձայնել չար երեխայի պես, դրա համար հենց հիմա մի բան նաև կասեմ ձեզ, որպեսզի դուք եւս իմանաք, սիրելի հեռուստադիտողներ, ինչից առաջացավ այս միտքը ձեզ հետ կիսվելու, ես ուզում եմ ասել, որ նաև առանձնանում է ձեր աշխատելավոճը, ձեր հետևողական սկզբունքներով, եւ դա ոչ թե հարցրի եւ պատասխանեցիք, այլ պարզապես դա զգացվեց մի շատ հետաքրքիր դեպքով մի փոքրիկ բալիկ իհարկե բուժվել է Փառք Աստծո հենց Wigmore-ում եւ մենք կադրից դուրս հարցնում ենք թե ինչպես է բալիկը, բժշկուհին միանգամից ասաց լավ է։ Սա փաստեց նաեւ նրա մասին, որ հետևողական են նրանք, իսկապես դա շատ մեծ դեր ունի։ Շատ մեծ դեր է խաղում։ Երբ գործ ունես մանկահասակ երեխաների հետ, ել ավելի է բարձրացնում պատասխանատվությունը։ Ձեզ մաղթում ենք ուժ, եռանդ, կորով եւ բարձր պրոֆեսիոնալիզմի հետ կապված յուրաքանչյուր դրսևորում դուք անում եք չափազանց լավ, բայց միանշանակ որևէ մարտահրավեր թող ձեզ չհանդիպի, որպեսզի յուրաքանչյուր հանգիստ մթնոլորտում գործունեությունը ել ավելի լավ ծավալվի։ Իդեպ հետաքրքիր է, ինչպիսի ընդլայնում եք պատկերացնում Wigmore կլինիկին, արդյոք կարող են տարածվել դեպի մարզեր, մարզերում ունենալ մանկաբուժական թիմ, այսպիսի ադմինիստրատիվ վիճակներ կարող ենք պատկերացնել։ Տեսեք, կլինիկից արդեն տարածվել ենք, դե սա արդեն 5-ից 71-ն էլ հիվանդանոց ենք, որը ունի 200-ից ավել բժիշկ, որից 71-ը ընդհանուր մանկաբույժ են։ Նաև արդեն իսկ առաջնային օղակում ենք եւ ունենք առաջնային առողջության պահպանման, այսպես ասած, պոլիկլինիկաները, մեր ընտանիքի առողջության կենտրոնները, սիրով նորից շնորհավորում եմ առաջնագծում գտնվող բոլոր մանկաբույժներին, որ առաջնային օղակի դերը անգնահատելի է։ Մենք միշտ հիվանդանոցում ասում ենք այնքան լավ կարողանան աշխատել, որ հիվանդանոցային օղակը թերբեռնված լինի։ Եվ այո, հուսով ենք, որ Wigmore-յան մշակույթը կրթվելու, կանխարգելելու, բուժելու պետք է տարածվի ողջ Հայաստանով։ Իսկապես եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեր ընտանիքահեն գործունեությանը, մաղթում ենք լուսավոր ճանապարհ, մեծ ձեռքբերումներ, ձեզ նաեւ այսօր մաղթում ենք լավոր եւ առողջ եղեք մասնագիտական տոն է, թույլ տվեք ձեզ մի պահ շունչ քաշել միանշանակ, սա էլ իսկապես պարգևատրում է ինքներդ ձեր կողմից, վստահ եմ նաեւ ղեկավարություններ ամեն ինչ արած կլինի, այսպես որ լավ շարունակություն եւ իսկապես սիրելի հեռուստադիտողներ, մանկաբուժությունը մեծ հոգատարություն եւ անմնացորդ նվիրում է պահանջում եւ մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ դրսեւորելու համար էլ շնորհակալ ենք ձեզ եւ դուք այն կոչումով բժիշկներն ու բժշկուհիներն եք, ովքեր այս թիմը իսկապես համալրել է Wigmore կլինիկի մանկաբուժական թիմը, սա կորիզ է, որտեղից որ սնվում են եւ սերվում է արդեն մեծ թիմ, որը արդեն հիվանդանոց է կարծես կլինիկից դարձել է մեծ հիվանդանոց։ Շնորհակալություն։ Լավ ընթացք։ Շնորհակալություն ձեզ, լավոր ենք մաղթում։ Գոհ ազդայս պահին, կարճատև դադար, մնացեք մեզ հետ։ Բարիլույս, սա հայև նախաճաշը մեր, գունագեղ, տեսականի մասին ենք խոսում, իհարկե շատ համեղ սատ թե, պատմիշ թե ինչպիսի, սա ինչ է, մենք իհարկե տեղյակ ենք հավինագետներից։ Շերտավոր խմոր, խնձոր, տանձ, այս պարագայում մաքրել է, եռացրած ջրի մեջ մի քիչ վախեցրել եմ, որպեսզի վիտամինները մնա չեմ թողել եռա, այնուհետև արդեն շերտավոր խմորով ձևավորել եմ, քունջուտ կա, սև եւ սպիտակ, մեղր կա եւ հակառակ կողմը կտրելուց։ Պիտի կտրենք։ Կտեսնեք, որ ընկույզ, դարչին եւ մեղր։ Դե դուք արդեն երևի թե բույրը պատկերացնում եք դարչին, մեղր, տանձ, խնձոր, շերտավոր խմոր։ Օգնեմ քեզ։ Տանակ տամ։ Տանակ։
Չգիտեմ, ճիշտ դանակ եմ բերել, թե ոչ։ Շատ ճիշտ։ Այո։ Պարզապես որպեսզի ցուցադրենք հեռուստադիտողներին, այսինքն փոսիկ ենք արել, խոսենք։ Փոսիկի մեջ լցանել ենք արդեն ընկույզը մոնրացված, նախապես բովված, մեղրը, որպեսզի քաղցրությունը ապահովվի, եւ դարչինը, տրամադրություն բարձրացնող, իսկ բույրն էլ արդեն ինչպես նշեցիք, խնդրեմ միջուկը տեսեք, ֆանտաստիկ, գեղեցիկ, գեղեցիկ։ Եվ այս ամենը պատրաստվել է ուղիղ եթերի ընթացքում։ Այո։ Դա նշանակում է, ինչպես նաև հաշված րոպեներ, այն էլ, որ սա թե այստեղ վազվզոցի մեջ։ Մի հատ կամերա էլ է պետք այդ ընթացքում, երբ որ դուք այնտեղ եք, ես ինչ եմ անում այստեղ, ոնց եմ վազվզում։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր խոսեցինք առողջությունից, մենք խոսեցինք մշակութային տարբեր հետաքրքիր իրադարձություններից։ Սաթանիկը պատմեց իրենց ներկայացումից։ Իդեպ երբ է հաջորդ ներկայացումը։ 23:30 սպառված է դեկտեմբերի 11-12։ Հետևողական եղեք, որպեսզի գոհ եք հասնեք դիտել, այնպես որ ձեզ մաղթում ենք լավ օր, հետաքրքիր աշխատանքային ընթացք, լավ սնվեք, մարզվեք, եղեք ֆիզիկապես ակտիվ, որպեսզի չունենաք տարբեր առողջական խնդիրներ։ Սա առաջին մի բողոքեք, գնահատեք ամեն վայրկյանը։ Մի բողոքեք։ Մի բողոքեք, դեպրեսիայի մեջ մի ընկեք, եղանակը մեզ այն նպաստում է։ Ինչու՞ հաջողություն։ Այսքան սիրուն եք այդ ժպտացեք, ամենակարևորը այդ ժպիտը այնքան կարևոր է։ Սիրում ենք ձեզ, լավ մնացեք, կհանդիպենք։ Անգամ եթե պետք է բողոքեք, ժպտալով բողոքեք։ Հաջողություն։ Ասեց։ Հաջողություն։